Եթերում պոեզիա հաղորդաշարի հերթական հաղորդումն է։ Վահագն Դավթյան Ասք Սարդարապատի պոեմից հատվածներ։ Եվ ամբողջ գիշեր հայոց աշխարհում տագնապ էր ու ցավ, եւ ամբողջ գիշեր մոլեգնեց սարսափն ու ահագնացավ։ Կույր բախտի նման խավարում վայեց չարագույշ մի բու, կույր մոլուցքի պես երկարեց ոռնոց մի արյունար բու։ Մահվողջ գիշեր հեսանում էր ժանտ ժանիքը գայլի, որ կուրծքը ճեղքի և խմի արյունն արևագալի։ Հույսը հոգևար, հավատը կույրի բիբեր ճերմակած, և սակայն հրաշք հայոց պղինձը արթնացավ հանկարծ։ Լուսաբացի դեմ արթնացան հանկարծ զանգակներն ամեն, մեկը հեծություն, մեկը դեռ անզոր վրեժ էր ու քեն, մեկը մորմոք էր, մեկը նայիրյան անամոք թախից, մեկը հառաչանք պոկված մեր բախտի մթին անձավից, մեկը մայրորեն ծնկները ծեծող աղերսանք ու կոց, մեկը հարսիլաց, մեկը որբության մրսած հեկեկոց, մեկը բարալիք, շատ էր բարալիք որպես հուսոթել, ու մեկն աղոտք էր, որ ոգու թևով երկինք էր միտել, հասել էր Աստծո կապույտ դռներին, սեմն էր համբուրում շուրթերով պապակ, ծեծում հավատով խորին, բայց Աստծո դուռը շանթերով էր փակ։ Հայոց աշխարհում կարմիր մայիս է ու կապույտ մի լույս, և լույսերի մեջ կանգնած է մենակ բոբիկ մի Հիսուս, շուրթերի վրա դեռ գեթսեմենյան գավաթի լեղին, կանգնել է մենակ լալու չափ շվար, մահու չափ դեղին, ամենայն ինչից և անգամ շնչից արյուն է ծորում, և սիրտն է միայն սև սքեմի տակ աստղի պես ցոլում։ Երկիր Հայաստան, դու խղճի Հիսուս, դու սիրո հանճար, հաճախ եմ տեսնում ես պահն այդ զարհուր, վեր թռչում, վանում մղձավանջն այդ չար, ու չեմ հասկանում, ինչպես արթնացավ, ինչպես խենթացավ ու ահագնացավ պղինձը ջղիտ, պղինձը ոգուտ, պղինձը հրաշք ու պղինձը գյուտ, պղինձը ցասում ու պղինձը ոխ, պղինձը երակ մի խելագար ող, պղինձը արյան աղաղակ ու ճիչ, պղինձը համրյա հավոր կռինչ, պղինձն ընդերքի ղողանջն առաջին, երկնքի վերջին ու ահեղ կանչը։ Եվ առաջինը, հալու այդ կանչին եկավ նա ինքը, մեծասքանչը, եկավ մայրենին, մեր հրեսյունը, մեր տառապյալը, մեր հողմասունը, բյուր անգամ կիզված մեր այդ անկեզը, մեր ինքնությունը, մեր գոյն ու եսը, և ահա պոկված մամրած որմերից հին զվարթնոցի, քարե արծիվը կեռ կտուցի մեջ ծվենը բոցի, իսկ թևերի մեջ կապույտ մի շառաչ բարձրացավ երկինք ու թևատարած, շողերի միջով արևագալի, սլացավ դեպի ոհմակը գայլի։ Եվ եկավ ահա ինքը, սուրբ խենթը, ինքը վրեժը, բոցերի բոցը, ամենաթեժը, եկավ նա արդար, եկավ ոգեղեն, եկավ նա հպարտ ու ինքնավայել, նա, որ տեսել էր դերձոր ու գեհեն, և անզորության սև խայթից վայել, հիմա բարձրացել, ելել մոլեգին, մեր ցոլցլում էր որպես Աստծո սուր, մեր ճչում որպես խելագար մի կին, անեծքով խանձում երկինքը լազուր։ Ելած Սասունից ու Խանասորից նահատակները գալիս էին դեռ, մանուկներ էին գալիս դերձորից, որպես սրբերի ահարկ ու գնդեր, և մահն էր գալիս, բայց ոչ այն կույրը, անիմանալին, այն իմացյալը,
որ քույրն է կյանքի, նա որ նման է Ցորյանի ցողի անձրևի մահին եւ գեղեցիկ է ընկնող աստղի պես ու ներշնչանքի։ Լռություն եղավ, եւ լռության մեջ ոգեց Արարատն իբրև մարգարե, եւ փառք քեզ ամպրոպ, քեզ որ փոխվեցիր տեղատարափի, շանթի հարվածից մեր սիրտը բացվեց որպես գաղտնարան, հրաշք, այնտեղ էր մեր անխոց ոգին, մեր չքնաղ արան, եւ ահակրկին պղինձը զնգաց հայոց ընդերքում, եւ հայոց շուրթին արդեն խնդության տարերքն էր երգում, հուսոնշույլը արդեն փոխվում էր արևածագի, անթեղված կայծը ահեղ կայծակի, հառաչը արդեն դառնում էր մռունչ, սիրտը շեք քուրա, մատները բռունցք, ցասումի ցուլը գնում էր արդեն խոյահարության, եւ ինչ որ տեղից ցոլում էր ասես լույսը հարության։ Կանգ առակնթարդ, նայիր ամենից սուրբն ու սոսկալին, որ ընթരാճ է ընթանում գայլին, դեր զորից եկած այն մանուկների գունդն է ահարկում, նայիր, թե նրանց թաթիկները թույլ ինչպես են զարկում, եւ կրկին նայիր կույսերն այն ննջած եփրատի ջրում, որ փոխվել ոգու եւ հրեշտակի, գայլի ողերին ինչպես են խրում իրենց ցասումի շանթը շեշտակի։ Կանգ առ, ակնթարդ, դու որ վեհորեն արդար ես այդքան, եւ արդարորեն այդքան պանծալի, կանգ առ ու նայիր, թե գեհենական ինչ սարսափով են մարում աչքերն այդ սովահար գայլի։ Եվ լյարն Արարատ նայում էր ահեղ վեհափառությամբ, եւ անդունդներից հղում էր անվերջ օրհնությունն իր բամբ։ Զարկ իմ տառապյալ, զարկ իմ հրեղեն, զարկ իմ պանծալի, քո ձեռքերի մեջ սուր չէ, կռինչ է, մռունչ է ցավի, քո ձեռքերի մեջ մանկան հառաչ է, անեծք մայրական։ Զարկ իմ սխրալի, եւ թող որ լինի ակն ընդհական։ Եվ հողն իմ հայոց, ցավն իր թոթափում դառնում էր ոգի, եւ հողն իմ հայոց փոխվում սրբազան խելագարության, եւ հողն իմ հայոց փոխվում կախարդի, փոխվում էր մոգի, որ առաջինը աշխարհում արար մահը վերածի ստույգ հարության։ Փառք քեզ ակնթարդ, փառք, որ լսեցիր, թե գայլի մեջքը ոնց է ճարճատում, թե ժանիքներից թույնի ու մաղձի անզորությունը ինչպես է կաթում։ Փառք, որ լսեցիր, թե պարտված չարն ինչ քսու է վայում, ինչ աղյողորմ, ինչ զարհուրիկ է լացը չախկալի։ Փառք, որ ի վերջո չտեսնվածը տեսար աշխարհում, տեսար արնամած արցունքն այդ գայլի։ Լռեց ամեն ինչ, լռեց ամպրոպն իր շանթ ու կայծակով, ծիածան եղավ, կամար էր ասես կապուտակ վանքի, մեր մահն էր անցնում այդ ծիածանի կամարի տակով ու փոխվում կյանքի։ Մայր Հայաստանը սևի տեղ հագնում ճառագայթ փառած, հարության հրաշքն իբրև մերկ մանուկ ձեռքերին առած, պարզում էր վերև, պարզում արևին, պարզում երկնքին, որ լույսով, ցողով ու արծիվների կռինչով կնքի։
լսիր զինվորիդ, դաշտ իմ ոգեղեն, իմ սարդարապատ, զանգ իմ պղնձե, ցուլ իմ կորովի, քարակոփ իմ պատ, գիտեմ, ախ գիտեմ, դեռ չի ավարտվել մարտն այդ խելահեղ, ու երբ տանջում է ինձ կասկած նահեղ, երբ հույսն իմ նվում ու լաց է լինում, երբ տագնապներն են խոցում ինձ խորին, գալիս եմ այստեղ ու ապավինում, քարե ցուլերիդ կարմիր կորովին, քո արծիվներին, սլացքին քո սյան ու զանգակներին այս կոմիտասյան։ Ոչինչ չեմ հայցում ես արդեն կյանքից, հուշտ եմ և ցավից, և տառապանքից, լոկ քեզնից ունեմ ես հայցում մի լուռ, հողիմ, հրաշքիմ, դաշտիմ հարության, քո պղնձաջիղ այդ ընդերքների գաղտնիքը ինձ տուր ինձ խորհուրդը, քո այդ սրբազան խելագարության։ Պոեզիա հաղորդաշարի հերթական հաղորդումն ավարտվեց։ Դուք լսեցիք Վահագն Դավթյանի Ասք Սարդարապատի պոեմից հատվածներ։ Հաղորդումը պատրաստել էին համակարգչային օպերատորներ Արփիկ Կարապետյանը եւ Իրինա Գրիգորյանը։ Երաժշտական ձևավորումը Լուսինե Մանուկյանինն էր։ Կարդաց Սիլվա Յուզբաշյանը։